Շուրջ 4 տարվա գործունեությունից հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն ավարտում է աշխատանքը Հայաստանում։ Հիմնական պատճառը, լոկալ պատճառը Ամերիկայի կողմից, Ամերիկայի կառավարության կողմից ֆինանսավորման դադարեցումն է մարդու իրավունքներով եւ ժողովրդավարության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։ Լոկալ տեղային պատճառը այն է, որ Ամերիկայի կառավարության կողմից դադարել է ֆինանսավորումը բոլոր կազմակերպությունների ուղղությամբ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տարածմամբ, այդ թվում է դասվում նաեւ մեր կազմակերպությունը եւ ցավոք սրտի կարելի ասել, որ գրեթե բոլոր միջազգային ծրագրերը կազմակերպության կողմից իրականացվող այս պահին կասեցված են։ Իրավապաշտպան կազմակերպությունը վերջին տարիներին ընդգրկուն գործունեություն է ծավալել ռազմավարական ծրագրերից մինչև զեկույցներ եւ ժողովրդավարության հայկական ֆորում։ Մենք Հայաստանում աշխատել ենք բավական բեղուն աշխատանք ենք ունեցել Հայաստանում եւ մարդու իրավունքների եւ ազատությունների տարածման ուղղությամբ, խոսքի ազատության ուղղությամբ մասնակցել ենք բավական շատ քաղաքականությունների մշակման գործում, ներգրաված ենք եղել հիմնական մարդահատության նախարարության հետ աշխատանքում եւ ունեցել ենք հաջող համագործակցություն եւ նախարարության եւ տեղացի հասարակական կազմակերպությունների հետ եւ նաեւ զբաղվել ենք Արցախի հայերի իրավունքների պաշտպանությամբ, հրապարակել ենք զեկույցներ, հայտարարություններ այդ մասով, անվանել ենք այն ինչ տեղի ունեցել Արցախում էթնիկ զտում, տվել ենք դրան իրավական սահմանում, ենթարկվել ենք բազմաթիվ հարձակումների ադրբեջանական քարոզիչների եւ իշխանությունների կողմից եւ անգամ այս պայմաններում կարողացել ենք շարունակել աշխատանքը։ Վերջին Ազատություն աշխարհում 2025 զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին, հրապարակվեց Հայաստանի Հանրապետությունում Freedom House-ի գործունեության դադարեցման մասին հայտարարելու նախորդ օրը։ Հայաստանի միավորների թիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Մենք կրկին մասամբ ազատ երկրների խմբում ենք։ Իրավապաշտպան կազմակերպությունը մի շարք մտահոգություններ է բարձրացնում դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության, ոստիկանական գործողությունների եւ այլ խնդիրների վերաբերյալ։ Դատարանները ենթարկվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով։ Իշխանությունները օրենքը կիրառում են ընտրողաբար եւ քաղաքացիական կամ քրեական գործերով պատշաճ ընթացակարգը երաշխավորված չէ։ Լրատվամիջոցների զեկույցներն ու հետաքննությունները մատնանշում են ձերբակալվածների նկատմամբ ոստիկանական բաժանմունքներում բռնությունները։ Վերջին տարիներին արձանագրվել է բանտային հաստատություններում ֆիզիկական վատ վերաբերմունքի կամ բռնության ավելի քիչ դեպքեր, որոշ բանտերում վատ պայմանները պահպանվում են։ Մարտական իրավիճակներից դուրս զինվորների մահը աճող խնդիր է, շատ մահեր որակվում են սպանություն, ինքնասպանություն։ Իրավապաշտպան կառույցը միայն բացասականը չէ, որ արձանագրում է։ Եղել են նաև բարելավումներ, որոնց իշխանությունն անդրադառնում է ամենաբարձր մակարդակով։ Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ Ըստ Freedom House միջազգային կազմակերպության համացանցի մասին 2018 թվականի զեկույցի Հայաստանը գրացել է զգալի առաջընթաց մասամբ ազատ երկրի շարքից անցում կատարելով ազատ երկրների շարքը։ Շիրինյանն ասում է, 4 տարվա աշխատանքը դժվար է մի քանի րոպեում ներկայացնել, այնինչ կազմակերպության գործունեության ավարտի մասին հայտարարությունը ոմանց ուրախացրել է։ Մտահոգ է, որ շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ կարևոր դերակատարում է ունեցել կառույցը։ Վստահաբար հաջողել ենք այն նպատակներին, որ դրել ենք մեր առաջ, եւ հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ավելի մեծ չափով զարգ կտան Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ բարեփոխումների առաջնորդմանը, որովհետև սա եղել է հիմնական նախընտրական խոստում իշխանությունների կողմից, ցավոք սրտի անգամ նայելով մեր զեկույցներին կարելի է տեսնել, որ լճացում է գնում ժողովրդավարական զարգացման Հայաստանի Հանրապետությունում, մեր պես կազմակերպությունների գործունեության դադարը կարող է նպաստել, որ այս լճացումը շարունակվի։ Քաղաքասարակությունը եւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները եւս մտահոգված են Հայաստանում Freedom House-ի փակման առթիվ։ Շատ ցավալի է կազմակերպության գործունեության դադարեցումը, նախորդ շաբաթ բոլորս տեղեկացանք այդ մասին, եւ սա կարող է բնականաբար ունենալ հետևանքներ, որովհետեւ ինչպես գիտենք, տարեկան ամփոփումների միջոցով հնարավորություն էր լինում տալ այդ զեկույցները ընթացիկ իրավիճակի մասին գնահատական, որը հնարավոր էր հենց տեղում աշխատանքի միջոցով նաև կազմակերպել։ Ցավալի է, երբ նման հեղինակավոր միջազգային կառույցի տեղական գործունեությունը դադարեցվում է, որովհետև դա նշանակում է հնարավորությունների ինչ որ կտրվածքով նաև բացակայություն։
Հայաստանից բացի իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը դադարեցվել է նաև մի շարք այլ երկրներում, որոնց թվում են Մոլդովան եւ Ուկրաինան։ Կազմակերպությունն այլ երկրներում այս պահին դեռ շարունակում է սակավ ռեսուրսներով աշխատել, թե ինչպես գործընթացը կանդրադառնա երկրների ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա, պարզ կլինի առաջիկայում։